Ազգային պատկերասրահում բացվեց մեծանուն գեղանկարիչ եւ ճարտարապետ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը նվիրված ծննդյան 150-ամյակին։ Ներկայացված էին նկարչի շուրջ 200-ից ավելի ստեղծագործություններ Հայաստանի պատմության, Սարդարապատի եւ Էջմիածնի թանգարաններից եւ առաջին անգամ ամբողջությամբ ցուցադրվեց Սուրենյանցի Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ հավաքածուն՝ գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն։ Արվեստը ազգություն չի ճանաչում, սակայն ամեն ազգ ունի իր արվեստը։ Վարդգես Սուրենյանցի այս խոսքերը առավել քան բնորոշում են հենց իրեն։ Այսօր մեկ անգամ եւս հպարտացանք ու բացահայտեցինք, որ ավաղ լիարժեք չի ուսումնասիրված հայ մեծանուն գեղանկարչի արվեստը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր համար բացահայտել էր, որ Սուրենյանցը կյանքի օրոք ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես, այն էլ Բաքվում։ Եվ դա շատ տարօրինակ էր, որովհետև դուք այսօր հնարավորություն ունեք տեսնել այս հիասքանչ աշխատանքները եւ կարծում եմ, որ կհամաձայնվեք այն գնահատականի հետ, որ Սուրենյանցը արժանի է դասվել աշխարհի լավագույն նկարիչների շարքին եւ այսուհետեւ մեր վերաբերմունքն է պետք է լինի համապատասխան, այսինքն մենք պետք է կարողանանք Սուրենյանցի աշխատանքները ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաև աշխարհին։ Վարդգես Սուրենյանցը առաջինն էր, որ հայկական արվեստ ներմուծեց եվրոպականը ու հավատարիմ մնալով իր ակունքներին ստեղծեց անկրկնելի ու հրաշք գործեր համամարտկային ու խորապես ազգային։ Սա մի բան էր, որ վաղուց պետք է արվեր եւ ըստ էության ուղղակի Հոբելյանը պատճառ հանդիսացավ, որ մենք վերհանենք այս անունը եւ հասկանանք, թե ինչ չենք արել։ Ինչը մեզ մի քիչ էլ ամոթ, որ տարիների մեջ մենք չենք կարողացել այս անվանը լիարժեք տեր կանգնել եւ այն թվերը եւ այն իրավիճակը, որը մենք տեսանք, իսկապես մեզ մտածելու տեղիք է տալիս։ Մենք միշտ հանգիստ մեր տեղում նստած ենք, մեզ թվում է, որ եթե Սուրենյանցը ուրեմն ստեղծագործել է եւ սովորել է Մոսկվայում, Լենինգրադում, եղել է Իսպանիայում, Իտալիայում, սովորել է Գերմանիայում, դա նշանակում է, որ այնտեղ բոլորը իր մասին գիտեն եւ մեզ ընդհանրապես ոչ մի բան պետք չի անել։ Ուղիղ հակառակը։ Նրանք կան այնտեղ, իրենք արդեն այնտեղ են, բայց դրա մասին ոչ ոք չգիտի։ Իդեպ ասենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էին միմիայն հրավիրալները։ Խոստովան եմ առանց հրավիրատոմսը ներսխուժը, բայց մի ցավ ունեմ, որ ուզում եմ կիսվեմ, ինձ թվում է շատերի մոտ այդ ցավը, երբ որ մի ցանկացած միջոցառում, որը լավ նպատակ եւ ճանաչողական եւ ստեղծում է արհեստական խոչընդոտներ, լինի դա հրավիրատոմս կամ ինչ-որ մի մակարդակով, չեմ ուզում նշեմ կոնկրետ, երևի թե հասկանում եք, ես թոշակառու մարդ եմ եւ իմ թոշակը չեմ կարող անգամ մի համերգ այցելեմ, ես չեմ ուզում կոնկրետ անձնավորեմ, հասկանում եք, բայց երբ որ մարդ ծեր ունի դեպի արվեստ կամ դեպի ուսմունք, եւ ստե ամեն ինչի համար պետքա վճարել, ես հասկանում եմ։ Միթե հնարավոր չի միջոցներ ձեռք բերել, որպեսզի գոնե թոշակառուները կամ իմ մարդիկ, որ արվեստին մոտիկ են, որ մուտքը գոնե իրանց ինչ-որ մի ավելի հասանելի լինի, գոնե զեղ չլինի։ Լուզան Մկրտչյան, Հասմիկ Վարոյան, IPV